Քրիստոս ծնավ եւ հայտնվեցավ, օրհնյալ է հայտնությունը Քրիստոսի։ Այսօր մի հետաքրքիր բան պատմեմ ծիծաղալու, որի վրա ես 2 օր ծիծաղում եմ։ Շատ կխնդրեմ ում անունները տամ չնեղանան հանկարծ։ Հիշեցնեմ, որ ես մանկաբարձ գինեկոլոգ եմ, բժշկական գիտությունների թեկնածու, 21 տարի աշխատել եմ Մոսկվայի առաջատար կլինիկաներում, արդեն 2 տարի է ինչ աշխատում եմ մեր երկրում։ Ուրեմն գիտեք, որ պահքեր միջև ամսի 5-ը ու ամսի 4-ի երեկոյան ես պարկել եմ, որ կքնեմ, բայց քունից չի տանում, ասեցի տեսնամ ինչով զբաղվեմ։ Ասեցի լավ, մի հատ տեսնամ մեր երկրում ինչ է կատարվում։ Ես քանի որ քաղաքականություն չեմ լսում, ոչ մի բան չեմ լսում, ես ինչ որ խոսում եմ, ես թռուցիկ ինչ որ մեկի լսածից եզրակացնում եմ այդ ամեն ինչը ու վրթոված տեսանյութեր նկարահանում, բայց մի խոսքով ասեցի մի հատ տեսնամ ինչ է կատարվում, քանի որ ոչ մեկի չեմ ճանաչում, որ միացնեմ նայեմ։ Հիշեցի, որ մամաս միշտ ասում է Հայկ Նահապետյանը շատ լավ է խոսում, մամաս շատ է իրան հավանում։ Ես էլ մենակ իրան եմ իր անունը գիտեմ, միացնում եմ, որ լսեմ։ Հայկ Նահապետյանն էլ աշխարհի պեսիմիստներից պեսիմիստ է։ Ես համոզված եմ, որ ինքը ռեալիստ է, իրոք մեր երկրի վիճակը շատ ծանր է։ Բայց այդ աստիճանի ծանրին ես պատրաստ չէի, որ միանգամից այդքան ինֆորմացիա լսեմ։ Ուրեմն 4 ամսի գիշերը պահքը համարյա վերջանում այն կիսասոված քրիստոնյաները միշտ ինչքան էլ պահքը պահեն ասում են որ լավ չպահեցի պահքը վերջանում է ես էլ էսենց բաներ կարայանայի մի խոսքով էս ջղայնացած էս էլ որ լսեմ ինչքան եմ ուրիշ քանի որ գործիք չունեմ մի անեցքախառը մի պորտկումա ներսից ես գնում որ Հիսուս Քրիստոս մի հատ է սատանային իր ճտերով հանի մեր երկրից շպրտի ու ուժասպար քնում եմ գնում եմ առավոտյան վեր եմ կենում ամսի 5-ն աշխատանքային օրա 9:30 գնում եմ կանգառից մեքենան վերս եմ մի 400 մետրի վրա մարդ չկա գնում եմ մարդ չկա գնում ասում եմ Աստված սաղ ինչ ընջեց միակ արդարը ես ու իրոք այդ մտքերը երևի գուցե միլի վարկյաներ թե ինչքան էր ես իրոք այդ մտքով էի որ միակ մարդուն որ Աստված պահել է դա ես եմ եղել ու էդ էլ ասեմ որ շատ հետո այդ միտքը որ անցավ երկրորդ միտքը շատ վախ էր մեծ վախ էր որ մենակ ես եմ մնացել հիմա ուզում եմ ձեզ ասեմ որ այս չարն էլ է մեզ շատ պետք չարը շատ է պետք չարը եթե չլինի ճշմարտությունը չի աճի չի զարգանա մեր այս ինչի համար էս ամեն ինչը տեղի ունեցավ քանի որ եկեղեցին թուլացել էր մենք բոլորս քրիստոնյաներով թուլացել ենք քրիստոնյա չի մնացել շատ է թուլացել ու այս չարը պետք է որ քրիստոնյան աճի զարգանա կամ այս չարը տանելու է մեր երկիրը իրոք վերացնի երկրագնդից կամ էլ քրիստոնյան զարգանալու է աճելու է ու ջնջի գնա այս ամեն ինչը Աստծո իհարկե հիմա մի հետաքրքիր բան էլ պատմեմ որ Աստված ինչի չարը Աստծո միած sense անի չարը կոչնչանա հետաքրքիր բաներ կա առաջինը որ կարծում եմ որ քրիստոնյան ուժեղանա այս չարը տեսնելով չարի դեմ պայքարելով ուժեղանա ու էդ էլ ասեմ այսքան 2 տարի է մեր երկրում եմ արդեն դե զոմբիների ֆորմուլան ձեզ ասել եմ ես այս 2 տարվա մեջ չեմ կարողացել մի հատ զոմբի սաստեմ իմ գիտելիքները իմ պատմության պակասը գիտելիքների պակասը չի թողում որ ես կարող ուրեմն ինչքան աճելու տեղ ունեմ դուք չեք պատկերացնի սա ինչ կարևոր բան է չարը որ լինի ուրեմն Աստված հրեաներին որ տանում էր ավետյաց երկիր ժողովուրդներին ջնջում էր ինչ ժողովուրդներ էր ջնջում են կռապաշտ ժողովուրդներին որ իրաց երեխեքին զոհաբերում էին ինչ որ սեռական կուլտեր էին անում դրանց ջնջում էր բայց ասում էր մի անգամից չեմ ջնջելու քանի որ դրանց չարի չափը չի հասել որ մի անգամից չի ջնջում այդ չարն էլ չափ ունի որ Աստված ջնջի ու ասում եմ միանգամից չեմ ջնջում որ այդ առնետները բանը չգան ձեզ ուտեն էլ չգան երկիրը գրավեն որ մարդ լինի այնպես որ այդ չարն էլ է այս մեր երկրի չարը մեզ պահում է որ առնետները չգան մեզ ուտեն իրաց տեղը զբաղացնեն Հուսամ օգտակար են այս տեսահոլովակները Աստված բոլորիս օրհնի մեր երկիրը օրհնի քրիստոնեությունը զարգանա բարգավաճի օրհնյալ է հայտնությունը Քրիստոսի մեծ հույսերով կհանդիպենք նորից բարի օր բոլորիդ